Եղքոր գիշեր ռումբերի պայթյունից պահեր եք սուրբ հողը կյանքով մահը ձեր աչքերում մեր սրտում էլ աղոտք սպասել ենք ձեզ երազանքով գնդապետ քո մասին է այս երգը ես գիտեմ քո հոգում խոր վերքը ու տված քո կռիվը դաշտում թե ինչքան ես երկիրդ պաշտում գնդապետ քո մասին է այս երգը ես գիտեմ քո հոգում խոր վերքը ու տված քո կռիվը դաշտում թե ինչքան ես երկիրդ պաշտում Գնում եք արդեն։ Սպասում եմ մաման պատրաստվի նոր։ Սյուս, ես Աշոտին կտանեմ հետս։ Տենց ավելի հանգիստ կզգաս քեզ։ Ամեն ինչ լավ կլինի։ Իմ կինը միշտ ուժեղ ա եղել։ Միշտ դա ապացուցել ես դու։ Վախենում եմ, որ մի օր ուղղակի աչքիս առաջ, ձեռքերիս մեջ Ոչ ոք մեզ հեշտ կյանք չի խոստացել։ Շատ կարևոր բան կա, որ պետք է հասկանանք։ Ավելի լավ է մենք մեծ ծնողներին հրաժեշտ տանք, որտեղ կյանքի բալանսներ չի կորի։ Քան ծնողը հրաժեշտ է իր երեխուն։ Գիտեմ Մինաս, բայց դեռ այնքան շուտ է, մաման կարող է ավելի երկար ապրել։ Դա Աստված, որ այս հիվանդությունը մամայիդ օրգանիզմում դանդաղ զարգանա։ Մարդիկ կան, ովքեր կարողացել են հաղթահարել։ Մամատ ուժեղ է, կարծում եմ օրգանիզմը կպայքարի։ Ես ամեն օր աղոթում եմ։ Ուրեմն մի կասկածի, մեղք ես գործում հավատքիդ առաջ։ Կուզես հետներդ կամ։ Ճիշտ կլինի, որ զանգեմ եմ անգա, շնորհակալ եմ։ Աշոտ ուզում ամանակ համոտ, հենց երեխան ուզես գա, կզանգես։ Անպայման։ Դե ես դուրս գամ, չկա ինձ տենաս թե զոնք հաճաս, գոնե էդ մի հարցում չգնի տրամադրությունը։ Բեգնացին, կզանգեմ։ Չէ նայեք, այս մեկը շատ փոքր է, ես ավելի մեծ տարբերակ եմ ուզում։ Շատ լավ, տարբերակները շատ են։ Հա, տեսնում եմ, դուք բավականին մեծ բազա ունեք։ Դուք ինձ ասեք ոնց եք պատկերացնում, ամենալավ տարբերակը ես կընտրեմ ձեզ համար։ Դե նայեք, պատկերացնում եմ մեծ տուն, իմ ննջասենյակով, հյուրերի ննջասենյակով, սենց մի քանի հատ ննջասենյակներ, խոհանոցը կարևոր չի, ես մեկա տանը չեմ պատրաստում, դրսում եմ ուտում, դե թաղամասներ արդեն ասել եմ։ Եկեք այսպես անենք, ես կնայեմ ամենահարմար տարբերակը, որ ձեր բյուջեի մեջ տեղավորենք։ Հաջորդ այցին արդեն պատրաստի տարբերակներ ցույց կտամ։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ, կսպասեմ ձեր զանգին։ Շատ բարի։ Հանա, ես էլ քեզ էի ուզում զանգեի, այսօր շատ անհարմար բան ստացվեց Կարենի հետ կապված։ Չէ, բան չկա, ոչինչ, ես արդեն մոռացել եմ։ Լիսի ուղղակի Կարենը տենց մանիերա ունի շփվելու, բայց ինքը վատ տղա չի։ Հա, հասկացա։ Բա ինչ ես զանգել, հո բան չի եղել, ձենդ էլ մի տեսակ է։ Ժաս, տատին տարել են հիվանդանոց ու չգիտեմ ինչքան կպահեն։ Մամանք էլ են գնացել, մենակ եմ, կգաս մեր տուն։ Վայ հա, ոնց չեմ գա, հեսա հասնում եմ։ Սյուս, վայ ինչ լավ է կարեմ։ Մի հատ կբացատրես ինչ է կատարվել։ Բժիշկն եկավ, ասեց, որ վերջին ստուգումների պատասխանները լավը չի եղել։ Ասեց, որ պետք է մի քանի օր մնա այստեղ, համ հսկողության տակ լինի, համ էլ նորից ստուգումներ անեն։ Այսինքն լավ ա եղել, ուղղակի բերել եք։ Դե պիտի վատանար, անպայման ուշագնաց լիներ։ Չէ, դե ուղղակի ճշտում եմ իրավիճակը հասկանամ։ Գիտես, ես հասկանում եմ։
Ոյ, բժիշկ ինչ լավ ա եկաք։ Խնդրում եմ ձեզ մի հատ մեզ բացատրեք ինչա տեղի ունենում ու ոնց կա այդպես էլ ասեք։ Ոնց է իրան զգում։ Այս պահին լավ է, այսինքն այնպես էլ ինչպես տանը։ Մի քիչ թույլ է, որովհետև արյուն ենք վերցրել, այսօր մի քիչ չարչարել ենք ստուգումներով։ Աստված իմ, այս ամեն ինչին վերջ չկա։ Այսօր հանգստացի էլի։ Այդքան վատ մի պատկերացրեք ամեն ինչ։ Բայց դուք ասացիք, որ շատ վատ են եկել վերջին ստուգումների պատասխանները։ Հա, այդպես էլ կա, աղջիկներ, տիկին Մարգարիտային պետքա մի քանի օր էստեղ պահենք ստուգումների համար։ Բժիշկ, ես ձեզ խնդրում եմ։ Ոնց կա մեզ այդպես ասեք, որ մենք պատրաստվենք։ Եմ խնդրում եմ, նեգատիվ բաներ մի խոսա էլի։ Սյուզի մեծ մարդ ենք։ Պիտի հասկանանք ինչա կատարվում ու պատրաստ լինենք։ Եթե մեզ կորցնենք, ոչ մի բանով չենք կարողանա օգնել։ Հա, պետք չի ստապությունը կորցնել։ Շտա հստակ ժամկետ չեմ կարող ասել, բայց հուսանք լավ կլինի։ Պետքա ինչ-որ հրաշքի սպասենք։ Տեսնենք ինչ կլինի։ Կարող ենք տեսնել մամային։ Հա, բայց շատ կարճ, նախորդ ասեմ գիշերներ չեք կարող ստեղ մնալ։ Հիմա կասեմ ձեզ կուղեկցեմ։ Ընտրելով մեծ ճանաչում ստացած, անհրաժեշտ բոլոր պարագաներով հագեցած Գարիկի մոտ առանձնատներից որևիցե մեկը, դուք ապահովագրում եք ձեր անգերազանցելի հանգիստը։ Հասանելի օրերը ստուգեք garikimot.com կայքում կամ զանգահարեք։ Գարիկի մոտ արժանացեք արքայական հանգստի։ Աղաջան, մեզ մոտ ունենք թե նոր, թե օգտագործված մեքենաներ, որոնք կարող ես ձեռք բերել թե լիզ, թե բայ տարբերակով, իդեպ ասեմ, social կամ credit ունենալը պարտադիր չի։ Car Motors, ամենահարմար պայմանները մեզ մոտ։ Այս է իմ ուզածը։ Շատ համով է։ Առանց ցավ 3D տեխնոլոգիաների միջոցով կատարելություն ապահովող ատամնաշար վինիրների իմպլանտի տեղադրում 24 ժամվա ընթացքում։ Կենտրոնում գործում է նաև ֆինանսավորման ճկուն եւ մատչելի համակարգ։ Այստեղ կարող եք այցելել ձեր ընտանիքի բոլոր անդամների հետ։ Ճանաչեք որակը տեսքով Օհանյան իմպորտ, հայկական պանիրների եւ կատնամթերքի խոշոր ներմուծողը Լոս Անջելեսում։ Հարցրեք բոլոր խանութներում։ Rouge Rose specializes in premium roses grown at the highest elevations of Ecuador. Alongside our signature roses, we offer a curated selection of toys, balloons, gifts, and party supplies, welcoming you at our 2 California locations, 12,736 Sherman Way in North Hollywood and 1140 East Broadway in Glendale. Dog Resort Los Angeles-ում շների ամենահայտնի հյուրանոցային ցանցը հայտարարում է Գլենդելում նոր մասնաճյուղի բացումը։ Այստեղ ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները ձեր շների հանգիստը լիարժեք կազմակերպելու համար։ Բանդ, տեղյակ ես, որ Hello Panda քաղցր ծաղիկները համ փոքրիկների, համ էլ մեծիկների համար են։ Ինչ էլ համով են։ Hello Panda քաղցր ծաղիկներ։ Վերցրեք մեծ կամ փոքր դուփերից մեկը եւ քաղցրացրեք ձեր կյանքը։ Էլեկտրոնային խաղեր, վիրտուալ իրականության նորագույն սարքեր, բեմ, համեղ խոհանոց, ուրիշ ինչ է պետք ձեր երեխային անմոռանալի տպավորություններ նվիրելու համար։ Tickle Town, մանրամասների համար զանգահարեք 747 774 7473 հեռախոսահամարով։ Շուտով նոր տարին կծեծի ձեր դուռը, թող այն լինի ամուր, գեղեցիկ եւ ճիշտ տեղադրված։ Mighty Builders Inc. Միլգարդի որակը տեղադրված խնամքով։ Անչափ ախորժալին, հատուկ մարինացված միս, արաս շաուրմա, Family Package-ներ առաքումով, 3 location, համն անմահական։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։
King's Restaurant and Lounge, բարձրակարգ ռեստորան, անգերազանցելի միջավայր, ամենահամեղ կերակրատեսակների լայն ընտրանի։ Այստեղ ձեր բոլոր այցերը կդառնան հիշարժան, թողնելով ամենագեղեցիկ հիշողությունները։ LA Lobster Delivery, ծովամթերքի իրական համը, քո սեղանին, lobster, crab, shrimp, խեցգետին, առաքում ամեն օր ժամը 12-ից մինչև գիշերը ժամը 1-ը։ Զանգիր ու պատվիրիր հենց հիմա։ Մեր թիմը պատրաստ է պայքարել ձեզ համար, ապահովելով լավագույն արդյունքը եւ լավագույն փոխհատուցումը։ Դուք արժանի եք արդարադատությանը եւ մենք այստեղ ենք ապահովելու այն եւ ձեր պատշաճ փոխհատուցումը։ A&M Love You։ Իրական ու թարմ բաղադրիչներ, մեծ չափաբաժիններ եւ լավ մթնոլորտ։ LA West Barbecue, դաղորակ է կրակի վրա պատրաստված։ Պիցցա, բուրգեր, աղցան, խորոված։ LA West Barbecue-ն ընտրություն է, որը չի հիասթափեցնում։ Ձեր կրեդիթը նոր է կամ նախկինում ունեցել եք խնդիրներ, հոգ չէ։ Լավագույն տոկոսադրույքները երաշխավորված են։ Ունենք ծրագրեր 0-ից մինչև 5% down payment-ով։ Ծրագրերը գործում են անգամ առանց tax return-ների, այդ թվում օտարերկրյա քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել Միացյալ Նահանգներում։ Ամենակարևորը մթնոլորտ, որտեղ կարելի է հանգստանալ, ստեղծագործել եւ վայելել ժամանակը ընկերների հետ։ Bohemian House-ը ոչ միայն սուրճի վայր է, այլև փոքրիկ անկյուն արվեստի, մտքերի եւ ժպիտների համար։ 415 East Broadway Street in Glendale։ Փետրվարի 7-ից սիրահարների տոնի առիթով առաջին անգամ Լոս Անջելեսում բացառիկ համերգով հանդես կգան սիրված երգիչներ Արա եւ Ալիկ Ավետիսյանները։ Աչքերս կուրանան Աշխարհի ամենատարբեր երկրներում միլիոնավոր դիտումներ արձանագրած իրենց հիթեր դարձած երգերով շքեղ այս համերգը տեղի կունենա Aquacalente-ի The Show համերգասրահում։ Երեկոյան ժամը 6:30-ին կենթանի հնչողություն, անմոռանալի շոու ծրագիր։ Ուստա չալե Միայն մեկ համերգ Լոս Անջելեսում։ Շտապեք ամրագրել ձեր տեղերը հենց այսօր այցելելով aramticket.com կամ զանգահարեք 323 580 0808։ Շնորհակալ ենք ձեզ։ Մամ, ջան, ոնց ես։ Ոնց պիտի լինեմ։ Այնքան ծակեցին դարձա ցանց։ Ամբողջ մարմինս ինձ թվում է կապտած է, այնքան արյուն վերցրեցին։ Դե լավ, էլ մի սկսի։ Տեսքդ շատ լավ է։ Կարևորը բժիշկդ շատ լավն է, մամ ջան, ժամանակին ա նկատել։ Հիմա քեզ կբուժեն, ամեն ինչ լավ կլինի։ Լավ կլինի մեռնեմ։ Բոլորդ ինձանից պրծնեք։ Մամ ջան, լավ էլի, սենց բացասական բաներ մի խոսի։ Որտեվ ամեն ինչում դու ինձ մեղադրում ես։ Ինադ ես ընկել հետս։ Ինձ հետաքրքիր է, որ ես մեռնեմ։ Ում ես մեղադրելու Մինասի անհաջողությունների մեջ։ Մամ, վերջացրու էլի։ Անկամ այս վիճակում դու էլի այդ մարդու մասին ես խոսում։ Մի անգամ լսած չկամ Մինասը քո մասին ինչ որ բադ բան ասի։ Դուք չգիտեք ձեր թիկուքում ինչա կատարվում։ Երբ որ դուք սենյակում չեք լինում, ամենավերջի բառերով այնց հետ խոսում։ Կներես Սյուզի ջան, ես չի ուզում քեզ ասեի աղջիկս, որ դու չնեղվես։ Մամ ջան, Մինասը մի քանի երես չունի։ Անհաջողակ չի, ու ես երբևէ որևէ մեկին չեմ մեղադրել։ Ու գիտիր, թե ոնց է խոսում կանանց հետ։ Այդ տենց աչքերի թոզ փչել։ Մամ, վերջացրու էլի, հերիքա։ Մեզ բժիշկը ընդամենը մի քանի րոպեով է քեզ մոտ թողել։ Ուղղակի եկանք տեսնենք ոնց ես ու գնանք։ Հիմա ոչ մեկը չեք մնալու ինձ մոտ։ Բժիշկը չթողեց, մամ ջան։ Ուզում ես համոզեմ, ես կարող եմ մնալ։ Չէ, գնացեք։ Գնացեք, բայց որ վաղը հիշեք եկեք։ Արի գնանք։ Մամ ջան, ոնց որ երեխա լինես։ Բան պետք լինի կզանգես, մամ։ Գնացեք։ Լավ մնա։
Անդու ջան, իմ ավտոն բադի չափում է, այսօր կտամ, բայց ուզում եմ մի հատ նոր ավտո լիսանեմ, ավելի մեծ, հարմար, որ գործի մեջ քշեմ, էլի։ Այն ինն էլ բերեմ, եթե տարբերակ կա, հետ վերցնեք։ Հա, հեսա նայենք ինչ լավ լիսի առաջարկներ կան։ Իսկ ինչ ամսական պայմաններ ես նախատեսում։ Ինչքան հարմար, այդքան լավ էլի։ Հասկացա, լաքժրի մեքենա չենք նայում։ Տոչի այդ ցավը տանամ, ես ուր լաքշերին ուր։ Գործի մեջի ավտո եմ նայում։ Հասկացա։ Նայեմ հեսա ինչ կա, իսկ քո մեքենայի համար մի անհանգստացի։ Կբերես, լավագույններով կառնենք։ Շնորհակալ եմ, ցավը տամ։ Եմ դու ոնց ես կարողանում սենց։ Սենց ոնց։ Սառնասիրտ։ Չէ, իհարկե վատ իմաստով դա չեմ ասում, բայց ուզում եմ իմանալ ոնց ես կարողանում էմոցիաներդ զսպել։ Գիտես, ժամանակի ընթացքում սովորել եմ, որովհետև հասկացա, որ երբ որ դու ցույց ես տալիս քո էմոցիաները, մարդիկ սովորաբար դա հենց քո դեմ են օգտագործում։ Իսկ բիզնեսի մեջ դա չի կարելի։ Դե բայց հիմա բիզնեսի մասին չի խոսքը, այլ մամայի։ Սյուզի, ես հենց մամայից էլ սովորել եմ թաքցնել էմոցիաներս։ Հենց իր մոտ էլ թաքցնում էի, որ երբեք չասի, որ ես թույլ եմ։ Բայց ինքը քո մասին այդպես չի մտածում, գիտես։ Դե եթե այդպես չմտածեր, բիզնեսները չէր փորձի քեզ տալ։ Դու գիտես, որ ինձ պետք չի էս բիզնեսները։ Ես գնալու եմ ու չգիտեմ մամային ոնց ասեմ։ Ինչ անեմ, լաց լինեմ մոտը։ Չէ, իմաստ չունի։ Մաման երբ որ մի բան որոշում է, անում է։ Քո բախտը բերել է, Սյուզ։ Ինչու՞ է բախտս բերել։ Դու ազատ մարդ ես։ Առաջին անգամ եմ լսում, որ ամուսնացած երկու երեխայով կնոջը ասում են ազատ մարդ։ Չէ, Սյուզ։ Դու քո ազատությունը ուղղակի չես նկատում։ Բոլորը չի որ դա ունեն։ Իսկ դու քո կողքին միշտ ունեցել ես ուժեղ տղամարդ։ Դրա համար էլ կարողացել ես քեզ այդ ջոխությունը թույլ տալ։ Ինչ ջոխության մասին է խոսքը, արևս։ Էմոցիաներ ցույց տալու ջոխություն։ Դու միշտ կարողացել ես քեզ թույլ տալ լացել, երբ որ ուզել ես լացել, ծիծաղել, ուրախանալ, տխրել, որովհետև միշտ իմացել ես, որ Մինասը կողքիդ է, ու թիկունքդ շատ ամուր է։ Հա, ճիշտ ես ասում։ Մինասը միշտ իմ կողքին ա եղել։ Ես կարող եմ ինձ թույլ տալ թուլանալ իր կողքին։ Իսկ ես չեմ ունեցել իմ կյանքում այդ ուժեղ տղամարդուն, ու մաման էլ։ Պապայի մահից հետո է, որ մաման ստիպված դարձել է այն, ինչ որ մենք տեսնում ենք, սառնասիրտ ու հաշվարկող։ Ուժեղ տղամարդու բացակայությունն է, որ մեզ այդպեսին է սարքել։ Ճիշտ ասած չգիտեմ դա լավ է թե վատ։ Ամեն մեկս մեր ճակատագիրը ունենք։ Ես էլ քո ուժեղ տեսակով եմ հիանում։ Ու քո ազատությունն էլ քո մենակության մեջ է։ Դա շուտով կփոխվի։ Դե հա, ոնց որ Գարիկի նպատակները շատ լուրջ են։ Իմիջ այլոց մենք համարը հասնում ենք։ Ուր ենք հասնում։ Հեսա հասնենք ու կտեսնես։ Բարև Սոս ջան, կներ ես սպասացրեցի։ Բարաջաս, ոչինչ։ Նստի աղբրես։ Իշքան իմացա 2 օր արդեն մեզ մոտ աշխատել ես։ Հա, արդեն 2 օր աշխատում եմ։ Ես շատ գոհ եմ։ Հուսով եմ դուք էլ եք գոհ։ Գնդապետ շնորհակալ եմ, որ մեզ մոտ աշխատում ես։ Բայց ուզում եմ ավելի լավ գործ առաջարկեմ։ Ինչ գործ։ Էլի պատուաների դռների մասով, հա, կուզեմ մեր installation-ի մենեջերը լինես։ Ինչ եղա մենեջերին, ես այն ճանաչում, շատ լավ մասնագետ էր։ Դե ինքը 5 տարի աշխատեց։ Հիմա որոշել է Հայաստան վերադառնալ։ Ինձ էլ մեկը պետք է, որ երկարաժամկետ տեսնեմ, մնա աշխատի։ Շնորհակալ եմ, որ ինձ առաջարկում եք, բայց ազնիվ չլինի, որ ես գամ։ Ինչի՞։ Դե ես էլ պետք է վերադառնամ Հայաստան։ Չգիտեմ, 10 օրից, մի տարուց, բայց անպայման վերադառնալու եմ։ Ափսոս։ Ափսոսի բան չկա։ Ես կարծում եմ, որ ամեն հայրենիք վերադարձողի համար պետք է ուրախ լինենք։ Դե լավ, արի մնա նույն գործին, ոնց որ պայմանավորվել էինք։ Շատ լավ, շնորհակալություն։ Հիանալի է, հենց այստեղ էլ կանեն, չէ։ Մենյուն առանձին կհաստատենք։ Հիշում եք, ես ձեզ մոտ իմ ծնունդն եմ արել ու ուզում եմ, որ ամեն ինչ նույնը լինի։ Երաժշտությունն, ափսը կոտրելը, ամեն ինչ։ Ոնց կուզեք։ Իսկ հյուրերի քանակը։ Սյուզի, ճիշտն ասած, գիտես, ես Մինասին էլ եմ հրավիրել, որովհետև ինքը մեր ընտանիքի անդամն է։ Ճիշտ ես արել, շնորհակալ եմ, եմ ջան։ Ուրեմն մոտավորապես 10 հոգի, չգիտեմ, մի քիչ ավել, մի քիչ պակաս, կարևոր չի, ես ամեն դեպքում կվճարեմ։ Շատ լավ, դե ես ամրագրումը կանեմ, կսպասեմ ձեզ սիրով։
Դե դες մենակ կթողնեմ։ Շնորհակալ եմ։ Իսկ ճիշտ է, որ մենք սենց առիթ ենք պլանավորում, իսկ մաման էլ այդ վիճակում է։ Եվ հետո դու մամային չես ասել, որ փաստաթղթերով ամուսնացել ես։ Բայց պարզ չի, ինչի չեմ ասել։ Չես հիշում ինչ ռեակցիա տվեց Գարիկին։ Ճիշտն ասած, Մինասն էլ է հետը խոսել ու ինձ ասեց, որ քեզ ասեմ։ Ինչ։ Ասում էր, ինքը իրավունք չունի քո անձնական կյանքին խառնվի, բայց ուզում է, որ երկար մտածես մինչև լուրջ քայլ անելը։ Սեզի տարիքս հիշում ես։ Այ պատկերացրու, որ ես ամբողջ ընթացքում մտածել եմ։ Հա, բայց արևս, մենակ տարիքի պատճառով պետք չի սենց ճարահատյալ քայլի դիմել ու ամուսնանալ մեկի հետ, ով քեզ չի համապատասխանում։ Բայց ով է ասում, որ չի համապատասխանում։ Մամայի պես ես խոսում։ Ինձ թվում է, թե դու ուղղակի մամայի ինատու ես անում ես ամեն ինչը։ Մենք բոլորս մի կողմ։ Դու ես այդ մարդու հետ ապրելու։ Երկար մտածի մինչև անես։ Դու գիտես մաման ինչ ա ուզել ամբողջ կյանքի ընթացքում։ Գիտես։ Ուզելա, որ ես ստրուկի պես իր կողքին լինեմ, ու ինքը կառավարի ինձ։ Ոչ մի տղամարդ հանկարծ իմ ուշադրությունը չգրավի։ Վայնենա, հանկարծ երեխա ունենամ։ Արևս, մաման քո մասին ա մտածում, ինքը միշտ քո երջանկությունն ա ուզել։ Սյուզի, ինչքան բան դու չգիտես իմ մասին։ Չգիտես, չէ, որ ես իմ կյանքում մի հատ մեծ սեր եմ ունեցել։ Ուսանող էինք, միասին էինք սովորում։ Գիտես մաման ինչ արեց։ Ասեց ինքը համապատասխան չի քեզ։ Ամեն ինչ արեց, որ կարողանա մեզ բաժանի։ Ոնց։ Գիտես ոնց։ Լուսանկարներ ցույց տվեց ինձ այդ տղային ուրիշի հետ գրկախառնված։ Ու ես հավատացի։ Երնեք այն ժամանակ ես խելքից ունենայի։ Հետո էլ տղամարդիկ եղան, գիտես։ Բոլորին անուններ կպցնում։ Ոչ մեկին թույլ չէր տալիս ինձ մոտ կան։ Հա, բայց մենք ինչքան մամայի հետ խոսել ենք, ինքը միշտ ուզեցել է, որ դու ամուսնանաս, երջանիկ լինես։ Ինքը միշտ էլ այդպես է ասել, բայց իրականում ուզածը ուրիշ բան էր։ Միշտ ուզել է, որ ես իրան ենթարկվեմ, ու հիմա նույնը քեզ հետ ան։ Գիտես ես բիզնեսները, կտակը, ինչ անում, ուզում է քեզ գրավի։ Դա է իր նպատակը։ Ես այստեղ չեմ եկել դրա համար։ Ամեն ինչը քոնն է։ Ես ոչինչ չեմ ուզում։ Գիտեմ։ Նայ խարებ, սեփական տուն ունես, կարանք արագի մեջ մի թույն բիսետ կսաբրզի տանենք։ Աղբորս համարս լուսավոր պլինդուզն եմ զամոտի տանում, ու տղուփայ սաղ վիշի սորտ մատիրելով տարբծվում է։ В общем, ջոգիր մերնեմ սրտիչ ինչ սերվիզ ենք աբիսպեչի տանում։ Սա Chandler Fun Zone-ն է, մի վայր, որտեղ ամեն ինչ հարմար է տոն կազմակերպելու համար։ Ապահովում են, որ օրը լինի հաճելի եւ լիարժեք։ Ունեն նաեւ game room, որը հիանալի է ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի համար։ Տոնական զեղչեր High Post USA-ում։ Այժմ ինքնաթիռով $3.99 1 փաունդի համար։ Բացարձակ անվճար առաքում Հայաստանի ցանկացած մարզ եւ ապահովագրում։ Բավական չէ, ուրեմն հավելյալ 10-ից 50% զեղչ։ High Post ազգային փոխադրող։ Երբ սիրտդ քաղցր է ուզում, Միլաշ ջելոն միշտ պատրաստ է։ Ամեն քաղցրավենիք պատրաստված է սիրով, հոգատարությամբ եւ անպայման տոնական տրամադրությամբ։ Ցանկացած պահ կարող է դառնալ վառ եւ քաղցր հիշողություն, եթե այն զարդարված է Միլաշ ջելոյով։ This is more than food, it's an experience. A place to relax, enjoy the aesthetics, and truly taste the moment. Come for the flavor, stay for the feeling. Elada's Corner, where every visit feels special. Little Percy Hugo Bossի հավաքածուով հայտարարում է ջակ-ջակի զեղչեր։ Hugo Boss warm-ups $85, t-shirts $15, Hugo Boss jeans $85, jackets $100։ Շտապեցիք է բաց միջոք այս բաց սարի կարիճը։ Արդեն 10 տարուց ավելի է Liquor Corner-ը Glendale-ի սիրելի խանութն է։ Այստեղ ամենացածր գներն են։ Մենք ապահովում ենք բարձրակարգ սպասարկում եւ մեզ մոտ բոլորը գտնում են այն, ինչ փնտրում են։
Պատար շաուրմա ամենահամեղ եւ բազմազան շաուրմայի տեսականին Գլենդելում պատրաստված բարձրորակ մսամթերքով եւ հմուտ խոհարարների ձեռքով։ Ընդունվում են պատվերներ, կատարվում է առաքում, DoorDash, Uber Eats, Postmate եւ այլ ծառայությունների միջոցով։ Supreme Rolling Doors Լոս Անջելեսում հայտնի ընկերությունը առաջարկում է տան փատիոների համար ժալյուզների տեղադրման միանգամայն նոր լուծումներ։ Եվ սա դեռ ամենը չէ։ Այժմ արդեն տեղադրվում են նաեւ դրսի համար նախատեսված շաուերներ, գեղեցիկ եւ ժամանակակից ոճով պատրաստված։ Old School Hookah Lounge, այստեղ ամեն ինչ վայբի մասին է, բացօթյա մթնոլորտ, պրեմիում համեր, հարմարավետ նստատեղեր ու երաժշտություն ճիշտ տրամադրության համար։ Ընկերներով, զրույցներով կամ VIP սենյակում PlayStation-ով քո երեկոն սկսվում է այստեղ։ Old School Hookah Lounge։ Ցանկանում եք տեղադրել ձեր ճաշակին համապատասխան երկաթե դռներ, դարպասներ, պատվիրել մանգալներ եւ այլ պարագաներ շուկայական ամենալավագույն արժեքներով, ուրեմն դիմեք Iron King LA ընկերությանը։ Որակն ու բարձրակարգ սպասարկումը երաշխավորված է։ Իսկական մանգալի խորոված եւ քյաբաբ, մթերքը թարմ, համեմունքը հայկական։ Պատրաստում ենք փլեյթներ, արագ, համեղ, հասցնում տաք ու ժամանակին։ Ունենք քեթրինգի անսահմանափակ ծառայություն։ Hams Armenian Barbecue։ Համ, որ նորից ես ուզում զգալ։ Ընտանեկան գնումներն իրական հաճույք են։ Blackjack Market։ Առողջ ապագան ընտրություն է։ Փնտրում եք հուսալի եւ բարձրակարգ սպասարկում իրականացնող մեքենաների վերանորոգման կենտրոն, Body Shop, ուրեմն բարի գալուստ High Performance Collision Center։ Այստեղ որակը, բարձրակարգ սպասարկումն ու շուկայական լավագույն արժեքները համադրելի են։ Արդեն ավելի քան 10 տարի ամերիկյան շուկայում լինելով առաջատարը, ձեզ ենք մատուցում այն լավաշը, որի համն ու բույրը անմիջապես հիշեցնում են Հայաստանը։ Եթե լավաշ, ապա նաղաշ։ Եվ ներդրումների համար լավագույն վարկային լուծումները սկսվում են հենց այստեղից։ LA Regal Mortgage Group and Realty։ Վայր, որտեղ ձեր երազանքների իրականացումը մեր գլխավոր պարտականությունն է։ Հունական շունչն ու տրամադրությունը, համեղ ուտեստներն ու բազմատեսակ խմիչքները, ինչպես նաև ավանդական ափսեները կոտրելու արարողությունը վայելելու համար այլևս Հունաստան այցելել պետք չէ։ Յասու Գլենդելում նախապես ամրագրեք ձեր տեղերը 909 999 0088։ Emmanuel, my life is for you. Emmanuel, my life is for you. Botox, filler, microneedling, VI chemical peel, PRF, laser hair removal. Skinovate մեծ սպայում մենք ստեղծում ենք ոչ միայն գեղեցիկ արտաքին, այլև վստահություն։ Մկանային ցավերի դեպքում արկա է իր տեսակի մեջ բացառիկ Cupping բուժում։ Advanced Chiropractic Wellness Center, Van Nuys եւ Burbank քաղաքներում։ Այցելությունների համար զանգահարեք։ Vegas documented notary. Եթե ամուսիններով ընդհանուր լեզու չեք գտնում, մենք կօգնենք ձեզ բաժանվել 2 օրվա ընթացքում առանց դատարան գնալու։ Հազվագյուտ կենտրոններ կան, որ ունեն այս ռոբոտը, մազեր աճեցնելու ամենաժամանակակից ու երաշխավորված տարբերակը։ Նստում եք այս հարմարաթոռին ու առանց ցավի մի քանի ժամվա մեջ այս ֆանտաստիկ ռոբոտը բժիշկների հսկողությամբ վերականգնում է ձեր սեփական հարազատ մազերը, այնտեղ որտեղ ունեք ճաղատություն։ Սա ուղղակի հրաշք է։ Հազարավոր մարդիկ արդեն արել են սա ու վայելում են իրենց երիտասարդ տեսքը։ Բա դուք զանգեք 818 418 1111 ու 1 օրում հետ են գալիս երիտասարդ տարիները, աճում են ձեր իսկ սեփական մազերը, որոնք նորից հայելու առաջ սանրելիս մի ուրիշ հաճույք եք ստանում։ Զանգեք 818 418 1111։ Սպասում ենք տեսնեն գոնե վաղը լավ լուր կասեն թե չէ։ Բայց բժիշկը ասաց ամեն րոպե դեպի լավն է գնում։ Բայց տիկին Մարգոյի տեսքը շատ լավ էր։ Դե հա չգիտես տատին ինձ վանում որ չտեսնենք որ թույլ է։ Ապրես։ Ապրես շատ։ Էլի ինչ-որ բան կուզեք, նանե ջան, ընթրիկը պատրաստ է։ Դու հանգիստ գնա։ Հաստատ։ Տատին էլ տանը չի, դու հանգիստ կարաս գնաս, մաման կգա կընտրենք մենք։ Դե որ պետք լինեմ կզանգեք, լավ։ Ինչ կայֆ է, չէ։ Ինչը։ Դե որ տանը սպասուհի ունեք։ Ալինան։ Ալինան մեզ ուղակի օգնում է, որ ասեմ տենց սպասուհի է, չէ։ Նան էլ ավելի, էլ մի համեստություն արա։ Սպասուհի է, ասա սպասուհի է։ Ջասմին մարդ է, էլի։ Ով հոգնում է, հուսահատվում է, նեղվում է։ Ու շատ փող է աշխատում։ Դե հա,
Բայց իմ ասածն էնա, որ իմ վերաբերմունքը իր հանդեպ ուղղակի շնորհակալություն է, ոչ թե պարտադրանք։ Մի րոպե չհասկացա։ Այսինքն դու շնորհակալ ես, որ Ալինան ձեր տանն է աշխատում։ Դե հա, ես շնորհակալ եմ, որ ինքը ընթրիք է պատրաստել, սենյակն է հավաքել։ Ես էլ ամանները կլվանամ, որ դե չգա ինքը անի։ Լսի, չգիտեմ էլ պետք է, որ քեզանից էս ամեն ինչը սովորեմ, թե չէ։ Հեշտ է սենց ապրելը։ Ես ոնց մարդկանց վերաբերվում եմ, տենց էլ իրանք ինձ են վերաբերվում։ Բայց ստացվել է նենց, որ ինձ հանդիպելուց հետո այդ օրենքը էլ չի գործում։ Աշոտ ջան, ինչ-որ բան կուզես, սառը հյու, ջուր։ Չէ, մերսի։ Հաստատ բան պետք չի։ Դե ասեցի չէ։ Լավ։ Կներեք։ Ուղղակի այդ անտեր գնդակը մի ժամակցում եմ չի մտնում ցանցի մեջ։ Այդ անտեր գնդակը դու այդքան մեջը պայքար ես դնում ցանկություն ուժ ու ուղղակի ասում ես անտեր գնդակը։ Դե հա, ես ամեն ինչը սխալ եմ։ Բոլորներ կարող են սխալվել։ Բայց քեզ թվում է, որ գնդակը կարողանաս գցել, ամեն ինչ լավ կլինի, բոլորը կասեն ապրես Աշոտ ու վերջ։ Դե չէ, ուղղակի ես ինչ անում եմ, տնեցիկից ոչ մեկ բան չի ասում։ Մի հատ ապրես չկա։ Հոգնել եմ արդեն։ Աշոտ, ընտանիքում դու թիմի անդամ ես, ով ունի իր հստակ տեղն ու դիրքը։ Քեզ ոչ մեկ չպետք է ասի ապրես։ Եթե դու մենակով մի բան ես անում, որ մենակ քեզ է լավ, դու պետք է նենց անես, որ ամբողջ թիմին լավ լինի։ Իսկ երբ որ թիմին լավ է, բոլորն էլ հաղթած են դուրս գալիս։ Իսկ հիմա փորձի գնդակը գցել ոչ թե քո, այլ թիմի համար։ Բավրելի չմտնի։ Ոչինչ։ Կարևորը այդ քո համար չէր, այլ թիմի համար էր։ Տեսար։ Իսկ հիմա ինչ-որ բան կուզես։ Չէ, բայց որ մյուս անգամ մի բան չստացվի մոտս, կարամ գամ ձեր հետ խոսամ։ Հա, իհարկե, բայց սկզբում ընտանիքիդ հետ խոսա, իրանք քեզ ամենալավը կհասկանան։ Էս իմ ավտոն է, թե փոխել ուրիշ ավտո եք բերել։ Հեն գոհես։ Շատ աղբերս։ Սրան լավ էլ գին կտան հիմա։ Ուզում ես ծախես։ Դե նենց եք սարքել արդեն ափսոս է գործի մեջ քշեմ։ Դե անփորձանք։ Մերսի։ Համեցեք։ Proceed to Sherman Way, then turn right. Դու вообще ժամ ունես։ Հալավ դե։ Հալավ որն է մի ժամա քեզ եմ սպասում։ Լսի, մի բան պետք է անենք, մի տես մեծ փող կերենք, ու ես լոսից գնամ։ Էլ չեմ ձգում ստե։ Քանի քերին ստե է, ես դե չեմ կարամանամ։ Արա դե քեզ ասի համբերի էլի մի քիչ։ Քեզ ինչ կա, դու լավ տեղավորված ես։ Լա հարցեր կա, կարող է պետք լինի օգնես։ Ինչ հարցեր են որ։ Մենք քերու տնգերը որ ասում է, որ քենուս մարդն է։ Հա ինչ։ Քեզ ինչ արե որ։ Արա զոքանջս ոնց ժողում ենք ամեն ինչ ուզում է թողի ես քենուս անունի վրա։ Բայց այդ ամեն ինչը կարա փոխվի, երբ որ քենից մարդուն վեկալի, ուստուց հետ Հայաստան գնան ջոգիր։ Լավ է, էդի մեկը ստեյտ գնալու է, դրան որ լսես թե մնացողը չի։ Արա բայց երբ սաղ թողի արդեն անունի վրա, այդ վաղ գնում է ինչ անի։ Դա ամեն ինչը պետք է մի քիչ արագացնենք։ Արի մի բան մտածենք անենք։ Ես արդեն մտածել եմ։ Ուղղակի պետք է մի քիչ համբերենք։ Էման ոնց որ բաներ է էլի անում։ Եթե ջոգեմ իր մոտ չի ստացվում, նոր մենք կանցնենք գործի ջոգիր։ Ես իմ մարս պատվիր է։ Ձերը, մնալերը քումար պատվիր է։
Լավ չի, որ Աշոտը տունը չի։ Տեսակ դատար կա ամեն ինչ։ Վայ ջան, մեզ մի սովորի, մենք գնացող ենք։ Ավելավա դու քո սեփական ընտանիքը ստեղծի։ Հա, ես էլ եմ կամաց սկսում մտածել այդ մասին։ Ընտրած աղջիկ ունես։ Հա, ճիշտն ասած, կա մի աղջիկ, որ հավանում եմ։ Շատ լավ է։ Հայա չէ։ Հա, բա ոնց։ Հայա։ Իսկական մաքուր ընտանիքի դաստիարակված հայուհի։ Տենում եմ ոնց ես խոսում։ Երևում է որ սիրահարված ես։ Հա, կամանդիր, շատ եմ հավանում, բայց ինքը դրա մասին չգիտի։ Բա երբ ես որոշի ասես։ Դե մի քիչ հարցեր կա, կասեմ։ Ոչ մի հարց էլ մի նայի։ Հանդիպի ամեն ինչ ասա։ Հետո կհասկանաս փոխադարձած թե չէ։ Հա, ես էլ եմ տենց որոշել, ուղղակի չեմ ուզում մի անգամից ասեմ, որ հանկարծ նեղացրած չլնեմ։ Այդ ինչ աղջիկ է, որ պետք է սիրո մասին խոսած նեղանա։ Կամ որ մտածում եմ պետք է քեզանից լավ տղու առնի։ Հա, ճիշտ ես ասում, որ կամանդիրս ասում է, կգնամ ու կասեմ։ Բարի գալուս Նորթ Հոլիվուդ։ ABC Kids-ն արդեն Նորթ Հոլիվուդում է։ Նախակրթարան, որտեղ ձեր 2-ից 6 տարեկան երեխայի խնամքը կզուգորդվի նահանգի կողմից հաստատված համապարփակ կրթական ծրագրով եւ տարատեսակ զարգացնող խաղերով։ Մեր փորձառու ուսուցիչները ձեր երեխային կուսուցանեն նաեւ շախմատ, ռոբոտաշինություն, նկարչություն, հայոց լեզու, երգ եւ պար։ Երեխաներին տրամադրում ենք օրգանիկ եւ թարմ սնունդ։ Կարող եք դիմել նաեւ CCRC ծրագրի միջոցով։ ABC Kids, լավագույնը ձեր երեխայի համար։ Plumbing, Stako, Electric, Finishing, AC եւ ներքին հարդարման ցանկացած աշխատանք։ Մենք բարձր ենք գնահատում մեր հաճախորդների վստահությունը։ Modern Dream House Construction Group։ Հաճախ մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք. զանգահարեք մեզ 818 418 5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Գլենդելում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Art Modern Design Los Angeles-ում առաջատար ընկերությունն առաջարկում է ձեր ճաշակին եւ նախասիրություններին համապատասխան ցանկացած դիզայնի եւ ոճի կաբինետների, խոհանոցային կահույքի պատրաստում։ Թրակների DPF Services տեղում գործում է պահեստամասերի խանութ, աշխատում ենք բոլոր ապօրինական ընկերությունների հետ։ Իրականացվում է նաեւ Միացյալ Նահանգների ողջ տարածքում բեռնատար մեքենաների վերանորոգում, տեղում օգտագործվում է միայն օրիգինալ ավտոպահեստամասեր։ S&H Garage, որակ Հնդրում եք հարմար տարածք ձեր միջոցառումների համար, եկեք ցույց տամ։ Այստեղ կարող եք անցկացնել մանկական ծնունդներ, կորպորատիվներ, ինչպես նաև հարսի տան արարողությունը։ Կարող եք զանգահարել կամ հետևել Instagram-յան էջին։ Ինչպես գիտեք, մեր երրորդ սրահը գտնվում է 28610 Kenwood Street Agora Hills հասցեում։ Alla Moda, այցելեք եւ գնեք ձեր երազանքների կահույքը ամենամատչելի գներով։ Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում եմ մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։
Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են Medical, Medicare եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Մարտի 7-ին մայրության եւ գեղեցկության տոնի առիթով առաջին անգամ Լոս Անջելեսում բացառիկ համերգով հանդես կգա սիրված երգիչ, ռուսական էստրադայի ամենահայտնի անուններից մեկը Արսեն Շախունցը։ Բացառիկ այս համերգը տեղի կունենա Ագուա Գալենտեի շքեղ դժոր համերգասրահում։ Երեկոյան ժամը 6:30-ին։ Բոլոր ժամանակների ամենասիրված եւ հիթեր դարձած երգեր։ Կենթանի հնչողություն, անմոռանալի շոու ծրագիր։ Միայն մեկ համերգ Լոս Անջելեսում։ Շտապեք ամրագրել ձեր տեղերը հենց այսօր այցելելով anumticket.com կամ զանգահարեք 323 580 0808։ Ջան։ Կարելի է առաջ։ Արի, առաջ արի։ Արի հերոս ջան, արիլը տենանք դու ես Աշոտին գործի տեղավորել։ Ես եկել եմ անձամբ ներողություն խնդրեմ իմ առածների համար։ Աշոտը զանգեց պատմեց, ես էլ որոշեցի կամ իմ արածի համար պատասխանատվություն կրեմ։ Ապրես, շատ ճիշտ քայլ ես անում։ Գնդապետ, մենք մտածում ենք մեր այս քայլով ձեզ օգնում ենք։ Մենք երկուսս էլ շատ լավ գիտենք, որ սուտը վատ բան է, բայց ասում ենք, որ ժամանակավոր է։ Տղես, սուտը ժամանակավոր չի լինում։ Մի անգամ որ ասում ես, միջև կյանքիդ վերջ հետդ գալիս է։ Ես այդ արդեն հասկացա, ինձ էլ կներեք։ Աշոտի վրա էլ շատ չճղայնանաք, էլի։ Քեզից շատ է ես եմ մեղավոր։ Լավ է, որ ընկերոջդ պաշտպանում ես։ Լավ է, որ իրար համար անհանգստանում եք։ Աշոտը խոստացել է, որ սոզբան չի կրկնվի։ Դու էլ խոստացի։ Ես էլ եմ խոստանում, պարոն գնդապետ։ Ես հավատում եմ Մհերին կամանդիր։ Ինչ անեմ, նայրակ չնշանակեմ։ Չէ, թող գնա քնի, առավոտ պոստի է։ Լավ, տղա ջան, գնա, բարի գիշեր։ Բարի գիշեր ձեզ։ Աշոտը լավ ընկեր ունի, այդ առումով գոնե թող խիղճը թանկից տնի կամանդիր։ Լավ է, որ ընկերացել են։ Ազնիվ տղա է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ինչով օգնեմ։ Վարդեր եմ ուզում մի շատ յուրահատուկ ու նուրբ աղջկա համար։ Դե կարող եմ դասական կարմիր վարդերը առաջարկել, բոլոր աղջիկներն էլ սիրում են կարմիր վարդեր։ Հա որ։ Չնայած հա էլի ինչքան պարզ այդքան սիրուն։ Իրապես։ Տվեք դրանից։ Լավ, խնդիր չկա։ Մաման փող տվեց, ասեց արի ես խանութ մի երկու հատ նոր շորար։ Այսօր իրիկունը ռեստորան ենք գնալու, ընտանեկան առիթ է, դե կհակնեմ։ Հա դե նա կակրած դեից էլ կընտրենք։ Հա։ Բայց ես ծնունդի մասին եմ ավելի շատ մտածում։ Հա? Երբ հա որ։ 4 օրից։ Ըստ չեմ ուզում նշեմ։ Պապային ասեցի գնանք Ֆրեզնո, ուղղակի ես դեպքից հետո դժվար գնանք։ Չէ, գնդապետը հաստատ կտանի։ Համել ես սեն օրը, որ այդը խոսում էի, այդքան էջ ղենացա շեր։ Դե հա, ուղղակի իմ ստի համար ես ինձ արժանի չեմ զգում։ Լսի, գնդապետը իմաստուն մարդ է։ Ինքը հաստատ ջոգում է ինչի ինչոցը։ Մեր ծնողներն էլ անկախ ամեն ինչից մեր կողքն են։ Դաժե եթե դու սխալ ես արել։ Իրանք կմնան քո կողք այնքան, ինչև դու քո սխալը կհասկանաս։ Ջոգում ես ինչ եմ ասում, թե մի քանի տարուց նորից կրկնեն։ Չի հասկանում։
Նանե ջան, ինչ որ տղա է եկել մուտքի մոտ քեզ է սպասում։ Ինձ տղա ջերևի շփոթում եք ինձ, ստեղ ոչ ոք չի կարող սպասել։ Ասաց անունը Վահե է։ Կարող եմ ասել հեռանա։ Վահե, չէ, հասկացա ով է։ Տուր ես կօգնեմ, կարող ես գնալ։ Մերսի շատ։ Վահե։ Բարև, ամեն ինչ նորմալ է։ Հա, նորմալ է, ինչի ես հարցնում։ Դե որ դու ես եկել, papan չի եկել, վախեցա։ Չէ, մի վախեցի, ծաղիկներն էլ քո համար եմ բերել։ Իմ։ Ինչի համար։ Կարողա չես սիրում կարմիր վարդեր։ Չէ, շատ եմ սիրում, բայց ինչի համար ես բերել։ Ուղղակի բերել եմ։ Որ գործդ վերջացնես, ես քեզ կարամ տուն տանեմ։ Մի ժամ ունեմ է դեռ։ Հա, ես կսպասեմ։ Համել պապատ չի անհանգստանա։ Ինչի papan անհանգիստ էր։ Չէ, անհանգիստ չէր, բայց ուղղակի իրան մի զանգի, որ չմտածի էլի, որ ստեղ այնքան վտանգավոր է, որ ես եկել եմ քեզ տուն տանեմ, որ ապահով լինես։ Այսինքն դու ոչ մեկին մի խառնի, հանգիստ եղի։ Համել հողոտար չենք։ Ի վերջո կարամ չէ քեզ տուն տանեմ, որ ապահով լինես։ Ու ապահովության համար իմ համար ծաղիկներ ես բերում։ Դե այն անգամ որ միրգ էի բերել, մտածեցի այս անգամ էլ ծաղիկներ բերեմ։ Անցած անգամ ուտելի մի բան էր, այս անգամ էլ ասի հոտելի։ Հա, հոտելի ոչ թե ուտելի։ Գացեմ։ Տենց մի բան։ Հիմա կարամ քեզ տուն տանեմ։ Դե հա, որ եկել ես, բայց իսկապես մի ժամ ունեմ։ Հա, ես կսպասեմ այդ մի ժամը։ Okay. Վերջ։ Տիկին Մարգարիտա, սրանք շտապ չէին։ Ինչի ուզեցիք, որ այսօր բերեմ այստեղ։ Ես լավ եմ, Լևոն, բայց գործերը չեն սպասում։ Ուղղակի ոսկու խանութի խորհրդի կազմից որ դուրս եկաք։ Ով դուրս եկավ, ես։ Հա, դուք։ Ով ասել։ Կամ ով է արել։ Էման։ Ինչ։ Եվ ուր էլ լինեք այս կյանքի ճամփեքին ու թեկուզ մայր հողից շատ հեռու վերադարձը մի օր թող լինի ձեր կրկին ձեր մասին չենք լռելու ոչ ոք չի ուրացել գործը ձեր անմոռաց խոնարհումս ձեզ գնդապետ ու թեկուզ այն կողմում մեր Արցախը մնաց միասին բերելու ենք այն հետ